Բարև ձեզ։ Այսօր մեզանում սոցիալական ցանցերի մասին հիմնականում երկու իրարամերժ կարծիք կա։ Ոմանք պնդում են, որ սոցիալական ցանցը մարդուն ինքնադրսևորման նոր հնարավորություն է տալիս եւ դրանով կարեւոր է, որովհետեւ լրացնում է իրական կյանքում այդ հնարավորության պակասը, մյուսների կարծիքով էլ սոցիալական ցանցերում պարփվում է այն հիմնական էներգիան, որը պիտի դուրս գար հրապարակ եւ իրական կյանքում փոփոխություններ իրականացներ։ Այնուհանդերձ, ինչպիսին լինեն այս կարծիքները հաստատող փաստերը, անվիճելի է, որ սոցիալական ցանցերում այսօր ձևավորվում եւ արտահայտվում է մարդու ինքնադրսևորման առանցքային միջոցը՝ խոսքը։ Խոսքի թեման կլինի 3-րդ հազարամյակի առաջիկա հաղորդումների նյութը։ Այսօր մենք կքննարկենք սոցցանցերում ձևավորվող խոսքը։ Տաղավարում մեզ հետ են Ինտերնյուս հասարակական կազմակերպության Media AM կայքի պրոդյուսեր լրագրող Գեղամ Բարթանյանը եւ մեդիա փորձագետ արձակագիր լրագրող Մեսրոպ Հարությունյանը։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Ձեր կարծիքով այսօր սոցիալական ցանցերը մեզ համար գործիք են, թե ավելի շատ նոր խաղալիք։ Եվ գործիք են, եւ խաղալիք իմ կարծիքով։ Այսինքն նայած թե այդ միջավայրում գտնվողը ինչ նպատակներ ունի իր արժեվ դնելու, այդ նպատակներով էլ օգտագործում է։ Այսինքն իմ մասնագիտության տեր մարդը, լրագրողը, օրինակ, սոցիալական ցանցում կարող է շատ հնարավորություն ունի, օրինակ, շատ ավելի հեշտ գտնել իրեն հետաքրքրող պաշտոնյային, իրեն հետաքրքրող հասարակական գործչին, քաղաքական գործչին, ֆուտբոլային ֆունկցիոներին շատ ավելի հեշտ հասնել եւ իրեն հարցեր տալ, այսինքն փոխվել է միջավայրը, այդ կրիչ է, այսինքն հեռախոսով չզանգել, չգնալ գրասենյակ, այլ ուղղակի հենց այդ ցանցում հարցեր տալ եւ պատասխաններ ստանալ, այսինքն իր գործը արագացնել։ Բայց նաև հնարավորություն ունի այնտեղ, ասենք, գառներ եւ կովեր պահել եւ բազմացնել, այսինքն ֆերմա խաղալ։ Հիմա ով ոնց ընտրում է, էլի։ Սոցիալական ցանցը որպես խոսքի հանրայնացման միջավայր, ես նկատի ունեի, ավելի շատ օգտագործվում է իր հիմնական ֆունկցիոնալության մեջ։ Հանրայնացվում է արդյոք խոսքը սոցցանցերում այսօր մեզանում։ Դրանպես խոսքը հանրայնացվել է այն ժամանակ, երբ առաջին ցեղերը սկսեցին ցեղի ժողով անել, ու ցեղապետը սկսեց ելույթ ունենալ, այսինքն այն ինչ որ խոսում էր մտքում, կամ խոսում էր իր կնոջ հետ, կամ բազմաթիվ կանանց հետ առանձին, սկսեց խոսել հասարակության առաջ, այսինքն խոսքը դառավ հանրային հաղորդակցման միջոց, հանրության հետ հաղորդակցման միջոց։ Երկրորդ հանրայնացման process-ը գրավորն էր, գրավոր սկիզբն է, որ սկսեց խոսքը գրավոր դառնալ ու հանձնվել շատ մարդկանց, այդ թվում ոչ միայն ներկա, այլև ապագա սերունդներին։ Եվ քանի որ սոցցանցը դա ավելի շատ գրավոր հաղորդակցման միջոց է, հետեւաբար խոսքը այստեղ իրոք դառնում է հանրայնանում է, այսինքն հանրությանն է դառնում։ Այն ինչ որ դու ասում ես իր մտքում, հիմա ասում ես ես նկատի ունեմ մտքում ասելով, երբ որ դու գրում ես, ենթադրենք գրառում ես իրանում քո օրագրում մենակ քեզ համար։ Ջուր նոթեր է իր գրում, մտքերը թե իր գրում, թռիչքները, երազները եւ այլն։ Հիմա շատերը դա այդ խոսքը գրում են իրենց սոցիալական ցանցի իրենց նշումների տեղում, հետո դա կարդում են տասնյակ ու հազարավոր մարդիկ։ Այսինքն ներքին խոսքը հանրային է դառնում։ Խոսք, միտք, գաղափարի իմաստով։ Այս իմաստով սոցիալական ցանցերը այսօրվա դրությամբ հնարավորություն են տալիս այդ մտքերը, այդ գաղափարները, այդ կարծիքները, այդ նորությունները եւ այլն հնարավորինս արագ դարձնել հանրության սեփականությունը։ Հա, ես այս իմաստով եմ հասկանում սա։ Հանրության սեփականությունը այստեղ երկու իմաստ ունի, թե ով է պաշտպանելու այդ սեփականության իրավունքը։ Մենք չենք կարող չարձանագրել, որ սոցիալական ցանցը մյուս կողմից, որքան էլ նպաստում է հանրայնացմանը, մյուս կողմից այն գովազդի միջոց է եւ հետեւաբար նշանակում է մանիպուլյացիայի գործիք է։ Բոլորը սոցցանցերում իրենց գաղափարներն են տարածում, առաջ խաղացնում եւ այլն։ Հարցն այն չէ, թե լավ է թե վատ է, հարցն այն է, որ արդյոք դա ինչպես կարծիք կա, որ սոցցանցերը ազատ խոսքի հրապարակ են, այսինքն այն ինչ որ իրական կյանքում պակասում է մարդկանց, տեղափոխվում է սոցիալական կամ վիրտուալ իրականություն։ Իրականում այդպես է։ Այնքան էլ այդպես չէ։ Այո, ինչպես ասացիք, սոցցանցերը տեղ է, որտեղ որ յուրաքանչյուրը ներկայացնում է իրեն եւ իր գաղափարները։ Բայց մյուս կողմից այն մտքերը, որ
մարդը արտահայտում է սոցցանցում, ինչպես Մեսրոպը նկատեց, այդ նույնն է, ինչ որ ինքը այդ մտքերը հրապարակի արտահայտի եթերից, թերթի էջերում, հանրապետության հրապարակում կանգնած ինչ որ տրիբունայի վրա, այսինքն դրանք հրապարակային մտքեր են եւ այդ մտքերը ձևակերպելուց եւ հանրության դատին հանձնելուց առաջ սոցիալական ցանցում կամ այդ ինտերնետային միջավայրում գտնվող մարդը պետք է գիտակցի, որ ինքը պատասխանատու է այդ մտքերի համար, այսինքն մի ուրիշ առանձնահատկություն այդ միջավայրի Facebook-յան կամ որևէ այլ կերպ ձևակերպենք այդ սոցիալական ցանցերի այդ այն է, որ դու միշտ պատասխան ստանալու ակնկալիքը պետք է ունենաս, այսինքն պատրաստ պետք է լինես պատասխան տալու, այսինքն հայ, որովհետև ինչ որ դու ասում ես դու չես կարող հենց այնպես հայտարարություն անել, որովհետև հենց այդ քննարկումները մի ուրիշ երկրորդ կողմն է, ոնց որ հարստությունն է այդ միջավայրի, որոնք որ դու միշտ պետք է պատասխանես, որ քեզ կառարկեն, կհարստացնեն քո ասածը, կլրացնեն, կողջունեն։ Ես ավելացնեմ, երբեմն այսպիսի համեմատություն ենք անում, երբ խոսում ենք, ասում եք խոսքի հանրայնացում, ես ասում եմ, որ երբեմն սոցիալական ցանցերում խոսքը գուցե հասարականում է, նաև, հա, այլ իմաստով, փողոցային խոսքը, այսպես ասած, զրույցը, ինչ որ ես ու Գեղամը ենթադրենք կարող ենք անել փողոցում, նույնը անում ենք նույն սոցիալական ցանցում, նույն զրույցը, նույն ձևով, նույն այով, նույն էթով եւ մնացած այլ բաներով, հա, այդ անում ենք այդ զրույցում, բայց տարբերությունը հետեւյալն է, եթե ես եւ Գեղամը փողոցում թեկուզ դա լինի հյուսիսային պողոտան, որտեղ բազմամարդ է, կանգնած զրուցում ենք, մենք զրուցում ենք այնպես, որ շրջապատում համարյա ոչ մեկը չի լսում, հա, եւ հնարավոր է, որ մեր զրույցը այդ կողքին անցորդներին բան ոչինչ չհետաքրքրի, որևէ մեկը չարձագանքի մեր զրույցին եւ այլն, բայց մենք պիտի նկատի ունենանք, որ սոցիալական ցանցը այն փողոցն է կամ պողոտան է կամ հրապարակն է, որտեղ երբ որ ես եւ Գեղամը զրուցում ենք, եթե մենք միջոցներ չենք ձեռառել, այսինքն առանձնազրույց չենք վարում, որը հնարավորությունը տալիս է սոցցանցը, մենք պիտի նկատի ունենանք, որ այդ զրույցը լսում են կամ պոտենցիալ լսողները ամբողջ այդ հանրությունն է, ով որ հայերեն կարդալ գիտի։ Եվ պոտենցիալ իմ 1600 եւ Գեղամի 3600 ընկերները, այսինքն ընդհանրապես մոտ 5-6000 մարդ հնարավորություն ունի տեսնելու այդ խոսքը։ Իրականում շատ ավելի շատ, այսինքն եթե 5000-ից ասենք 600-ն էլ ինչ-որ ձև տարածեն, այսինքն կասկադի նման կարող է տարածվել, բայց կարող է ընդհանրապես չտարածվել։ Այդ նայած ցանցը ոնց է ստվում։ Բայց դու միշտ պետք է աչքիդ առաջ ունենաս դա, նորից եմ ասում, դա այն խոսքը չի, որ մենք իրար հետ հեռախոսով խոսում ենք, դա այն խոսքը չի, որ մենք թեկուզ մարդաշատ պուրակում նստած զրուցում ենք։ Այդ աչքի առաջ ունենալը պատասխանատվություն, որակի պատասխանատվություն ենթադրում է, որովհետև հավանաբար առաջին կարևոր տարբերակիչը խոսքի դա որակն է խոսքի, երբ խոսքը հրապարակային է անկախ նրանից իսկապես ֆիզիկապես հրապարակում է թե սոցցանցում, դա հանրային հնչեղություն է ստանում։ Պատասխանատու է արդյոք սոցցանցում մտածող, գրող, խոսող մեկը ապահովել իր խոսքի հանրային արժեքը։ Ասեմ, որ դա էլ է անձից կախված։ Ես հանդիպել եմ սոցցանցում եւ ամենավերջին հայհոյանքները եւ ամենագեղարվեստական խոսքը եւ ամենալավ հայերենը եւ ամենավատ հայերենը եւ ամենալավ անգլերենն ու չգիտեմ հայոյախառն անգլերեն։ Դա կրկնում եմ դարձյալ անձից է կախված եւ այդպիսի անձերին եւ սովորաբար կարող եմ նորից նույն օրինակը բերել, երբ որ դու քո ընկերոջ հետ հանրային միջավայրում փողոցում կանգնած զրուցում ես, դու բնականաբար հայհոյանքով չես զրուցում, որովհետև միշտ մտածում ես, որ կողքից մարդիկ են անցնում եւ հնարավոր է այդ մարդկանց ականջն գնի հայհոյանքը ու կարող է անցնի քո քույրը, եղբայրը եւ չգիտեմ եւ այլն։ Բայց չգիտես ինչու շատերը գերամ միշտ մի լավ օրինակը բերում, ես իրենց առաջ անցնեմ էլի, բայց հեղինակային իրավունքը իրանն է։ Ասում է բանը գրողները շատ ժամանակ սոցցանցում գրողները շատ ժամանակ չեն պատկերացնում, որ դիմացը մարդ է։ Նրանք պատկերացնում են թե մոնիտորն է։ Իրանք իրենց թվում է թե մոնիտորի հետ են զրուցում եւ շատ ժամանակ մոռանում են խոսքի որակի մասին։ Օրինակ ես իմ վրա օրինակ բերեմ, երբ որ ես ինչ-որ ստատուս եմ գրում, նույն Facebook-ում կամ ինչ-որ գրում եմ բլոգ պոստ, ես աշխատում եմ տեքստի վրա, աշխատում որ նա այն գրագետ լինի, հնարավորինս փաստերը ստուգում եմ։ Հետո երբ որ գալիս է երկրորդ փուլը, երբ որ սկսում է քննարկումները շատ թեժ են, երբ որ միանգամից մի 3-4 հոգի հետ ես խոսում, արդեն եւ անավանդ առանձնահատկությունը հաշվի առնելով մեր համակարգիչները, որտեղ հայերենն ու անգլերենն ու ռուսերենն իրար մոտիկ են, դու արդեն գրելիս շատ ուշադրություն չես դարձնում ությունը սխալ գրեցիր թե չգրեցիր, արագ գրելիս եւ ուշադրություն չես դարձնում տրանսլիտով գրեցիր թե ինչպես, այսինքն այնտեղ արագությունը նաեւ դեր է խաղում, երբ որ շփման արագությունը մեծանում եւ շփումը բազմակողմանյա դառնում, այդ դեպքում հնարավոր է արդեն շատ չհասցնես հետեւել։ Որակը տուժում է համենայն դեպս։ Հա, բայց անկեղծությունն է շատանում։
Խոսքի որակասելով ինչ նկատի ունենք։ Շատ հետաքրքիր միտքեր։ Որակասելով հետեւյալն է։ Մի անգամ ինձ մեկը դիտողություն արեց, ուսուցչուհի էր, ասաց, ինչ ես այով գրում, բան, ասացի, ես իմ ընկերոջ հետ եմ զրուցում։ Ես որ իմ ընկերոջ հետ զրուցում եմ, ասում եմ ոնց է տղատ եւ այլն, նույնը գրելուց, երբ որ ես իր հետ եմ զրուցում, ինչու պիտի կեղծեմ ինքս ինձ։ Եթե դուք սա նկատի ունեք, սա որակի վրա բնավ չի ազդում։ Ես այլ բան նկատի ունեմ, էլի, երբ որ ասում եմ խոսքը հասարականում է, երբ որ այսպես ասեմ, հասարակացած, բարձունակացած մտածողությունն է գալիս սոցիալական ցած։ Դա նման է նրան, երբ որ դու երթուղային տաքսիով կամ ավտոբուսով գնում ես ու մեկը իր կենցաղային խնդիրները կամ իր կյանքի խնդիրները, իր, չգիտեմ, տղայի հետ հարսանիքի նախապատրաստության հարցերն է քննարկում հեռախոսով, հա, այդ նույնը այս հասարակականը, այս հասարակացած, այս բարձունակացածը, երբ որ գալիս է սոցիալական ցած, սկսում է քեզ ինչ որտեղ նաև, չգիտեմ, խրտնացնել դրանից, թե վանել, թե ինչ, այդպիսի դեպքերում իհարկե դու հնարավորություն ունես մի կոճակով փակելու պարզապես այդ ինֆորմացիան։ Կարելի է ասել, որ էթիկայի հարաբերությունները, ինչ որ մենք խոսում ենք հիմնականում ավելի շատ էթիկային է վերաբերում զրույցի տարբեր մակարդակներում, սկսած երթուղային տաքսուց մինչև սոցցանց, ինչ որ կա մեր կյանքում այդ բոլոր խնդիրները չլուծված, դրանք կան նաև սոցմեդիայում։ Ավելի մեծ մասնագետը Գևամն է։ Էթիկայի շատ ավելի մեծ մասնագետը Մեսրոպն է, իհարկե։ Ես համբերատար եւ սիրով կլսեմ երկուսի տելը։ Ինտերնետում ընդհանրապես շփվելու էթիկետ գոյություն ունի, նույնիսկ անվանում ունի, ասում են նեթիկետ։ Այդ նեթիկետը որոշակի կանոններ ունի։ Որոնք են դրանք։ Շատ են դրանք եւ այտենց ոչ միտեղ մխած չեն։ Բայց ամենահիմնականը այն է, որ ինտերնետում, սոցիալական ցանցում, բլոգներում, որևէ տեղ քննարկումների ժամանակ, շփման ժամանակ պահիր քեզ այնպես, ինչպես պահում ես իրական կյանքում։ Եթե դու իրական կյանքում համեստ խելացի աղջիկ ես, մի փորձեն այնտեղ ունել գլամուրային շիկահեր աղջիկ։ Եթե դու իրական կյանքում սև հագնված եւ բառապաշարը ծիծակոշների եւ բառապաշարը շատ հարուստ մի փորձի շատ գրական խոսել ինտերնետում կամ հակառակը, եթե դու համեստ խելացի տղա ես մի փորձի այնտեղ ռեմբո երևալ, չգիտեմ։ Այսինքն ամենա եղիր այնպես կյանքում, ինչպես ինտերնետում եղիր այնպես, ինչպես կյանքում ես ու կյանքին աշխատի շատ չկտրվես, այսինքն վիրտուալ կերպարներ մի ստեղծիր, ամենակարևորը դա է եւ եթե դու կյանքում բարեկիրթ ես, մարդկանց հետ բարեկիրթ ես շփվում, այդ բարեկիրթության կանոններն էլ կփոխվես ինտերնետում բնականաբար։ Երբեմն դժվար է լինում, երբեմն հունից հանում են եւ դա իսկապես դառնում է այնպես ոնց որ հասարակ կյանքում, հա։ Եթե մարդը էմոցիոնալ է, ասենք ես բոլորը գիտեն որ էմոցիոնալ եմ, եթե խոսում եմ շարժումներով, ձեռքերով, բանով, բարձր ձայնով, երբեմն ասում եմ նախապես նախազգուշացնում եմ, որ երբ ես բարձր եմ խոսում, ձեզ հետ կռիվ չեմ անում, ես պարզապես այդպես եմ խոսում, հա, եւ հիմա իմ էմոցիան այդ նույն ձևով գալիս է նաեւ սոցիալական ցանց, այսինքն խոսքս նույն ձևի է դառնում, երբեմն եղել են մարդիկ ճանաչողներ, որ ասում են պատկերացնում ենք էլի այդ պահը, որ դու գրել ես, պատկերացնում ենք նաև շարժու ձևը, միմիկա։ Կան չգրված կանոններ, որ ասենք ինտերնետի մարդիկ դեն, օրինակ չի կարելի մեծատառերով գրել։ Եթե մեծատառերով գրում, ուրեմն Մեսրոպը գոռում է։ Այսինքն մեծատառերով գրված մեկտաբանությունը պոստը նշանակում է օրինակ ճիշտ գոռալ։ Այսինքն այդպես կոդավորված բաներ կան բնականաբար։ Այդ մի եւ երկրորդը Հայաստանում իրոք կան ինտերնետային շփման վետերաններ։ Այսինքն Facebook միջավայրը, որ շատ տարածվել է եւ բոլորը այդ Face-ն ասում, Facebook-ն ասում այդպես շփվում են, մինչև Facebook-ը միջավայրներ կային, որտեղ որ մարդիկ շփվում էին երկար ու շփվում էին մեկնաբանությունները գնում էին էջերով եւ ինչ որ ձևավորվել էր որոշակի մարդկանց խումբ, ովքեր որ իրար այդ ոնց որ մշակույթն էին շփման ստեղծում ռուսական միջավայրից Հայաստան տեղափոխված եւ Հայաստանում այդ խոսքերը live journal եւ հայերեն ասած կենթանի մատյան կամ ռուսերեն ասած ժիվոյ ժուրնալ միջավայրի մասն է։ Բլոգոսֆերա ասածը հայկական, որ կար, որ դեռևս չէր տեղափոխվել Facebook եւ չէր տարածվել այդ միջավայրում, այդ լեզվին, այդ մշակույթին շփման ոչ ծանոթ մարդ այդ միջավայրը ընկնելուց առաջին անգամ ինքը խնդիրներ կունենար, եթե չսովորեր այդ լեզուն եւ միջավայրը։ Հիմա մի քիչ ավելի փոխվել է, որովհետեւ սահմաններն են լայնացել ինտերնետի
Շարունակում ենք զրուցել սոցցանցերում հանրայնացվող խոսքի մասին։ Տաղավարում մեզ հետ են Internews հասարակական կազմակերպության Media AM կայքի պրոդյուսեր լրագրող Գեղամ Վարդանյանը եւ գրող արձակագիր մեդիա փորձագետ Մեսրոպ Հարությունյանը։ Խոսքի հիմնական հատկանիշներից մեկը նրա ազդեցությունն է, այսինքն ուժը, որ ունի խոսք եւ այդպես արտահայտություններ էլ շատ կան։ Ուղիղ հենց այդպես։ Խոսքը ուժ ունի, խոսքը գործում է եւ այլն։ Երբ խոսում ենք խոսք եւ սոցցանց հարաբերությունների մասին, անպայման հարց է առաջանում, թե ինչ է տեղի ունենում այդ խոսքի հետ որպես ուժ կրող եւ ուժ գործադրող ֆենոմեն սոցցանցերում։ Սպառվում է նա այնտեղ, թե նորից վերադառնում է հանրային կյանք, որովհետեւ սոցցանցերում խոսքը հանրույթից, հանրային կյանքից է մտնում։ Իսկ ուր է գնում այնտեղից եւ ինչ տրանսֆորմացիա է ապրում։ Ես պետք է հիշեմ Ֆաբրիս Մուամբային։ Ֆաբրիս Մուամբան, գիտեք, ֆուտբոլիստ է, ով որ խաղում է Բոլտոնում եւ Բոլտոն Տոտենհեմ գավաթային հանդիպման ժամանակ Ֆաբրիս Մուամբայի սիրտը կանգ առավ խաղի ժամանակ։ Եվ Ֆաբրիս Մուամբան 5 րոպե սիրտը չէր աշխատում եւ տեղափոխեցին հիվանդանոց։ Այդ պահին ինտերնետը, Facebook-ը, Twitter-ը բոլոր մարդիկ, ովքեր որ գիտեին այդ մասին եւ ինչ որ տեղ ունեին արտահայտվելու ինտերնետում, իրենք ուղղակի աղոթում էին այդ տղայի համար։ Այսինքն ամբողջ ինտերնետը խոսք էր ասում, աղոթում էր այդ ֆուտբոլիստի կյանքի համար։ Ու աղոթները ոնց որ տեղ հասան, այդ մարդը փրկվեց։ Ձեր կարծիքով ինչ փոփոխություն է ապրում խոսքը մտնելով սոցիալական տարածք, ցանցային տարածք, վիրտուալ ընդ որում տարածք, ինչպես մենք խոսքի սկզբում նշեցինք, ինչպես է այն վերադառնում հանրություն, ինչ տեսքով, ինչ կերպով։ Նայած ով ինչ խոսքին է ականջալուր լինում, այսպես ասեմ։ Ամեն դեպքում ազդեցությունը ես որոշակիորեն նկատել եմ։ Խոսքի ազդեցությունը մարդկանց վերափոխման վրա։ Մարդիկ, որոնք այսպես ասեմ, մի շատ ավելի պարզունակ սոցիալական ցանցից հանկարծ հայտնվում են մի շատ ավելի բարդ սոցիալական ցանցում, իսկ այդպիսիք Հայաստանում մանավանդ Հայաստանի օրինակի վերաբերեմ շատ են, ռուսական ազդեցությամբ սկզբում սկսել են շփվել одноклассник սոցիալական ցանցում, հետո վերավորակավորվել են, եկել են ավելի այսպես ասեմ գլոբալ ցանց, որն է Facebook-ը։ Եվ Facebook-ում հնչող խոսքի ազդեցությունը նրանց վրա սկզբում իրենք են փորձել իրենց ճաշակը եւ այլն ինչ որ ձևավորվել է այնտեղ, թելադրել էստեղ, բայց կամած Facebook-ում հնչող իրենց ընկերների շրջապատ, ընկերների խոսքը եւ իրենց վերափոխել է, դարձրել է։ Ես կարող եմ, չեմ ուզում մարդկանց անուններ տալ, ասել եւ այլն, բայց տեսել եմ մարդիկ, որոնց խոսակցականը անգամ վերափոխվել է, կարծիքներ արտահայտելու ընդունակությունը, կարծիքները լսելու ընդունակությունը, այդ կարծիքներին հակադրվելու ընդունակությունը, բանավիճելու եւ այլն միանգամից փոխվել է ժամանակի ընթացքում, երբ նա հայտնվել է այս միջավայրում, որտեղ գոնե իմ շրջապատում քիչ թե շատ ինտելեկտուալ զրույց է գնում, հա, խոսք է գնում, խոսքեր են ասվում եւ այդ խոսքի ազդեցությունը փոխում է մարդկանց։ Երկրորդ, սոցիալական ցանցերի ազդեցությունը սոցիալական ցանցում հնչած խոսքի ազդեցությամբ կարելի է ազդեցության համար իբրև օրինակ կարող են ծառայել այն բազմաթիվ դեպքերը, երբ սոցիալական ցանցում հայտնված որևէ տեղեկություն, որևէ լուր, որևէ, չգիտեմ, նկար, տեսանյութ եւ այլն միանգամից առաջացրել է բուրն արձագանք նաեւ իշխանության օղակներում, հա, բերել է հետաքննությունների, հանգեցրել է դատավարությունների եւ այլն եւ այլն եւ այլն։ Մեզանում դեռևս քիչ, արտասահմանում շատ ավելի շատ։ Այսինքն իբրև մեդիա միջավայր, սոցիալական ցանցը դառնում է արդեն մեդիա միջավայր, դառնում է այն սովետական շրջանից մեզ հայտնի թերթը, երբ որ ասում էին թերթում գրել են այս մարդու մասին ու այդ մարդուն դատի են տվել, հա։ Հիմա սոցիալական ցանցը կամաց կարծես, այսինքն խոսքը, որի ազդեցություն ուներ, տպագիր խոսքը, որը ազդեցություն ուներ, հիմա այս տարածքում է նաև ազդեցություն ունեն։ Ինչ մնում է հասարակությանը վերադառնալու։ Այստեղ խնդիրներ կան։ Նա ով հակված է դեպի հասարակացումը, ոնց որ ես ասացի, հա, խոսքի պարզունակացումը, հասարակացումը, նա ինտերնետից վերցնում է այդ պարզունակ կամ հասարակ խոսքը, որը փողոցից եկել էր այստեղ եւ վերադառնում է փողոց նորից նույն լեզվով։ Նա ով ցանկություն ունի քիչ թե շատ վերափոխվելու, կարող է նաեւ այստեղից վերցնել
ինտելեկտուալ խոսքը, չգիտեմ, ավելի բարձրաճաշակ խոսքը, ավելի բարձրաճաշակ նկարը, ֆիլմը, գրողին եւ այլն, եւ հետո հանկարծ փողոցում իր հասարակակիցների շրջանում պարտանա, որ բա գիտես, ես ինչ գրողին գիտեմ, այն ինչին գիտեմ եւ այլն։ Այսինքն այս ամեն ինչը փոխադարձ է, այս դարձյալ կախված է անհատից, թե ով ինչ է վերցնում այդտեղից, որովհետեւ ինտերնետը ընդհանրապես սոցիալական մեդիան մասնավորապես այնպիսի մի միջավայր է, որտեղից այն ծաղիկն է, որից կարող ես եւ թույն վերցնել եւ նեկտար։ Facebook միջավայրը տարբեր է եւ տարբերվում է այնքանով, որ շատ ավելի հեշտ է ստացվում շփումը։ Այսինքն մարդը, ով որ ինչ-որ բան փնտրում է, շատ ավելի հեշտ է գտնում։ Եթե մարդուն պետք է ինտերնետում շփվել, այսինքն ինքը ուսանող է, դպրոցական է ու պետք է շփվել խելացի մարդկանց հետ, եթե տնտեսագետ է պետք է շփվել, ընդհանրենք, եթե կան այդպիսիք Հայաստանում խելացի տնտեսագետների հետ, եթե սոցիոլոգների նկատի ունեմ, ու եթե ինքը Իջևանում է ապրում, իսկ սոցիոլոգը Երևանում, իրան շատ ավելի հեշտ է լսել այդ սոցիոլոգի Facebook-ում իր հետ ընկերանալով, նույնիսկ չընկերանալով, ուղղակի իր գրածները տեսնելով, օրինակ եմ ասում, մասնագիտականն է, օրինակներից մեկն է, տեսնել թե այդ մարդը ինչ է տարածում Facebook-ում, շփվել հետը, կոմենտներ անել, քննարկել, օգտակար նյութեր իրենից ստանալ վերջապես, այսինքն պատերը շատ ավելի թափանցիկ է դարձնում, այսինքն շփումը հեշտացնում է, այդ արժեքներից մեկը դա է։ Խոսքը ցանկացած չափման խոսքը կարող է ինչպես գործուն լինել, նույն հաջողությամբ կարող է եւ խաբուսիկ լինել։ Եվ վիրտուալ տարածքում հատկապես երբ խոսվում է ընդհանրապես ինտերնետային, ցանցային, ոչ իրական տիրույթում մարդու ինքնադրսևորման մասին, հիմնական կարծիքն այն է, որ դա իրականությունից կտրված է, այսինքն այնտեղ մարդիկ ավելի բարի են, ավելի քաղաքակիրթ են, ավելի ժողովրդավար են, եթե նրանք ինչ-ինչ պաշտոններ են զբաղեցնում, իսկ իրական կյանքում այդ նույն մարդիկ այդպես չեն, որտեղ այն փոխհարաբերությունները, որ կար Facebook-ում, կյանքում չկա, հետեւաբար այնտեղ խաբուսիկ է իրականությունը եւ խոսքն էլ հետեւաբար խաբուսիկ է։ Ես մի քիչ չէի համաձայնի ձեզ հետ, որովհետեւ վերջին շրջանում հատկապես նույն Facebook-ում MC ճակատամարտերի եմ ականատես եղել, որ վստահաբար ասում եմ, որ բանավեճի սեղանի շուրջ այդ երկու քաղաքական գործիչները, 2-3 տարբեր կուսակցություններ ներկայացնող քաղաքական գործիչները բանավեճի սեղանի շուրջ այդ տոնով չէին զրուցի իրար հետ։ Շատ ավելի քաղաքավարի կլինեին, շատ ավելի քաղաքակիրթ, երբ որ դեմ դիմաց էին նստած, հա, եւ այնպես չի, որ վիրտուալ տարածքում բոլորը ձգտում են անպայման իրենց ավելի հավասարակշիռ, ավելի քաղաքակիրթ, ավելի անպահել։ Դարձյալ կախված է անհատից։ Դարձյալ կախված է նաեւ դիմացինից։ Բայց որ ասել անպայման խոսքը ավելի քաղաքակիրթ է, ավելի, չգիտեմ, հավասարակշռված վիրտուալ տարածքում, քան իրական կյանքում, առայժմ այդպես չի, շատ կուզեի, որ այդպես լիներ։ Մարդը տարբեր միջավայրերում տարբեր է, այսինքն երբ որ իրեն նկարում է տեսախցիկ է, երբ որ ինքը մասնակցում է, ասենք, reality show-ի, ինքը շատ ավելի ուրիշ ձևապահում իրեն, քան թե կպահեր, ասենք, ուրիշ միջավայրում, իր ընկերների շրջապատում շատ ավելի նեղ կամ իր ընտանիքում։ Ինքը փորձում է հղկված ավելի լինել իր գործողությունները եւ լինել ավելի պուպուշ եւ բարի։ Եվ Facebook-ն էլ այդ միջավայրը, երբ որ ինքը էլի այլաբանորեն ասած, մոտավորապես reality show-ի է մասնակցում։ Այդ տեսակետից, այո, կարող է իրականությունը չարտահայտի, որ այնտեղ իդեալականացված պատկերացումներ լինեն, բայց մյուս կողմից այնտեղ շատ իրական մարդիկ են, ովքեր իրական վեճերի են մասնակցում, իրական կյանքով են ապրում։ Եվ նորից ամենասկզբից որ խոսեցինք, մարդիկ, ովքեր որ սոցիալական ցանցը որպես գործիք են օգտագործում, կախված թե ինչ նպատակով են օգտագործում, այդ նպատակներից ելնելով էլ տարբեր տրանսֆորմացիաներ կարող են լինել այնտեղ։ Սոցիալական տարածքներում ցանցային, այսինքն վիրտուալ տարածքում ձևավորված խոսքը մի կարևոր առանձնահատկություն ունի, երբ խոսքը վերածվում է գիտելիքի, այսինքն կոնկրետ փորձառության է վերածվում։ Սոցիալական տարածքում խոսքը կարծես թե կոլեկտիվ գիտելիք է ձևավորում, այսինքն որևէ գաղափար, որ ցանկացած գաղափար անհատից ծնվում է բնականաբար, բայց մենք կարող ենք նկատել, երբ սոցցանցում կա կոլեկտիվ մի գաղափար, կոլեկտիվ գիտելիք, եւ դժվար է ասել դա կոնկրետ ով ստեղծեց։ Իսկ եթե այդպես է, թե համաձայն եք դրա հետ, որ դա նոր իրավիճակ է, երբ որ կոլեկտիվ գիտելիք է ստեղծվում, այդ դեպքում ով է պատասխանատու, որտեղ խոսքի մեջ կա պատասխան բառը, նույնիսկ ստուգաբանորեն, եւ
Հարցի առաջանում արդեն պատասխանատվության այդ կոլեկտիվ գիտելիքի համար ով պիտի պատասխանատվություն կրի։ Դժվար հարց եք տալիս։ Շատ բարդ հարց եք տալիս, որովհետև կոլեկտիվ գիտելիք հասկացության մասին ասեմ, որ ինձ համար այդքան էլ դա կարծես ընդունելի չի, որովհետև ինձ համար գիտելիքը շատ ավելին է, քան սովորական միտքը, սովորական գաղափարը եւ այլն, այսինքն գիտելիքը ոչ թե պարզապես ինֆորմացիան, այլ ինֆորմացիան, որը տրանսֆորմացվել է քո ուղեղում, նստել է քո ուղեղում եւ արդեն քեզ համար դարձել է գիտելիք։ Այս իմաստով վիրտուալ տարածքը ինքը կոլեկտիվ ուղեղ չի, որ այնտեղ նստի ու դառնա կոլեկտիվ գիտելիք, հա։ Ինչ վերաբերում է պատասխանատվությանը, ով է պատասխանատու այստեղ գնացող, այսպես ասեմ, կոլեկտիվ մտքերի կամ գաղափարների կամ բանի գիտելիքը չեմ օգտագործելու, արդեն ասացի թե ինչու։ Հա, դժվար է, որովհետև ինտերնետը ինքը սոցիալական ցանցը մասնավորապես այնքան բաց տարածք է եւ այնքան հսկայական տարածք է, որ երբեմն դժվար է ծայրը գտնել, որտեղից եկավ այդ առաջին բանը։ Հա, դա մոտորապես նման է նրան, որ հսկայական շուկայում առևտուրանողներից մեկը կողքինի ականջին շշնձա, որ երեք տեսել է որևէ դեպուտատի ծաղկաձորում պարզապես, հաջորդը կասի, որ տեսել է սիրուհու հետ, այն մեկը կասի, թե սիրուհու հետ ինչ էր անում, այն երրորդը արդեն երեխաներ կունենա այդ սիրուհուց, էլի բան, այդ դեպուտատ։ Հա, մոտորապես այսպես, այսինքն առաջին միտքը, առաջին խոսքը, որ անգնում է սոցիալական ցանց, ինքը այնքան արագ է տարածվում, որ հետո դժվար է գտնել։ Ես կարող եմ հիշեցնել ամիսներ առաջ, երբ որ հանկարծ, չգիտես ինչու, ինչ որ մեկը գրեց, որ մեծամորի կողմից դեղին ծուխ է բարձրանում, որ փոշի էր բարձրացել, թե ինչ դեղին ծուխ էր բարձրանում, որ մեկը գրեց, հա, գրեց դեղին ծուխ է բարձրանում։ Այն մյուսը ժողովուրդ ինչ գիտե, կարող է ատոմակայանն է, այն երրորդը արդեն ատոմակայանում ինչ որ բան ա եղել, այն չորրորդը եւ այնքան որ բնապահպանության, չգիտեմ, որ նախարարություն, էներգետիկա նախարարություն ստիպված եղավ հայտարարություն տարածել, որ ատոմական ոչ իման չի եղել, դա ընդամենը փոշի է։ Հա, այս խոսքի պատասխանատուն ով է։ Իսկ վտանգ չկա, որ պատասխանատուներ կսկսեն փնտրվել։ Բայ այդ շատ ված բան կլինի, բայց պատասխանատուն մեծ ոպի հարցին եթե պատասխանատուն ով որ վերցնում է այդ պատասխանատվությունը նա էլ պատասխանատու է։ Այսինքն եթե անհատական մակարդակում է խնդիրը մնում։ Հա, բայց մյուս կողմից էլ ով է խանգարում համալսարաններին այդ միջավայրը օգտագործել ձեր ասած կոլեկտիվ գիտելիքը տարածելու համար, ով է խանգարում մասնագետներին ամեն մեկ իր գործով տարածել այդ իր գիտելիքը այդ միջավայրը օգտագործելով, ով է խանգարում նույն պետական վախը, որ իր հեղինակած ստեղծագործությունը, իսկ այդ գաղափարը, այդ միտքը, այդ չգիտեմ ինչը ստեղծագործությունը, իսկ դա բաց տարածք է, վախը, որ այդ ինչ որ մեկը կվերցնի ու կդարձնի իրենը, ու դու չես կարող հետևել, թե քանի հոգի վերցրին ու դարձրին իրենց։ Այս հեղինակային իրավունքի խնդիրը, հենց խոսքի հեղինակային, ոչ միայն գաղափարի, պարզապես խոսքի հեղինակային իրավունքի խնդիրը, ինքդ գիտես, որ ահավոր, այսպես ասած, վտանգավոր վիճակում է սոցիալական ցանցերում եւ ընդհանրապես ինտերնետում։ Տարածված կարծիքի համաձայն, փաստորեն սոցիալական մեդիան տարածություն է, որտեղ մարդը կարող է իր ազատ արտահայտման հնարավորությունը իրացնել, իր իրավունքը իրացնել, ազատ կարծիք արտահայտելու, խոսք արտահայտելու։ Մյուս կողմից այն գալիս բախվում է ինչ որ համակարգի որպես հասարակական ֆենոմեն հետ, որովհետև շատ հաճախ կորպորացիաներ կան, որ ելնելով աշխատանքի արդյունավետությունից փակում են հնարավորությունը սոցցանցերում աշխատողների երկարաժամանակ անցկացնելու, երբեմն պետություններ կան, որ ավելի բարձր մակարդակով են միջամտում սոցցանցերի գործունեությանը, եւ եթե այս պատասխանատվության ինչ որ իմաստով ինքնակազմակերպված պատասխանատվության խնդիրը չլուծվի սոցցանցում, կստացվի, որ կհայտնվեն կառույցներ, որոնք պատասխանատուներ կփնտրեն եւ կգտնեն ելքեր, իսկ ամենավատ ելքը հաճախ պատահում է պարզապես այո, արգելելը կամ գրաքննություն իրականացնելը։ Հիմա այդպիսի մի քննարկում, ինչքան ինձ հայտնի է, գնում է Եվրոպայում, Եվրոպայի խորհրդի անդամ երկրների, նաև անվտանգության, ինտերնետային անվտանգության մասնագետների, հենց անդամ երկրների պաշտոնյաների բանի մեջ քննարկում գնում է այդ ընդհանուր կոլեկտիվ վերահսկողություն, ինչ որ վերահսկողության մեխանիզմներ սահմանելու։ Երևի թե սկզբնական շրջանում խոսքը կգնա
բռնությունների, այնտեղ պատերազմի, ռասայական, այլ խտրականությունների քարոզը հնարավորինս քարոզ արգելելու, որը իրականում հենց արգելված է օրենքով, պորնոգրաֆիկ համատեքստ տարածելու եւ այս ամենի արգելքների մասին գուցե թե սկզբնական շրջանում, բայց վախենամ, որ այդ խոսակցությունները հանգեցնեն ընդհանրապես այս տարածքի վրա վերահսկողության։ Թեպետ չեմ պատկերացնում, թե դա ինչպես պիտի արվի, որովհետև ես մեծ մասնագետ չեմ համարում ինձ համացանցի, բայց կարծում եմ, որ դա այնպիսի մի տեղ է, այնպիսի մի միջավայր է, որտեղ միակ վերահսկողությունը վրացական լեռներում տատիկի հանկարծակի կաբելը կտրելն է։ Հա, ինչպես եղավ Հայաստանում, չէ՞, կաբելը պատահաբար կտրվել է։ Ես նորից պետք է հիշեմ Ֆաբրիս Մուամբային, որովհետև երբ որ Ֆաբրիս Մուամբայի հարցը քննարկվում է ինտերնետը ինչպես ասացի հաղորդումներ է ֆուտբոլիստի համար, կարծեմ Ուելսում բնակվող մի մարդ ռասայական թվիթ գրեց, այսինքն Մուամբային վիրավորեց, որովհետև սևամորթ էր այդ տղան, սևամորթ է։ Ու իրան դատեցին Twitter-ում գրված թվիթի համար, Ուելսում բնակվող այդ մարդը պատասխանատվության ենթարկվեց։ Գանք Հայաստանյան իրականություն մեջ լավ ընկեր Սամվելը Մարտիրոսյան ապրիլի 1-ին իր Facebook-ի պատին տեղադրել էր Հիտլերի նկարը, արխիվային լուսանկար, որը ինչ որ գտնվել էր մեր մոտ։ Եվ Facebook-ը հեռացրել էր այդ նկարը, որովհետև որևէ լեզվով Հիտլեր չի կարելի գրել Facebook-ում։ Այսինքն իհարկե վերահսկողության սահմաններ ու չափանիշներ կան։ Մյուս կողմից, եթե վերադառնանք 2008 թվական օրինակ, երբ որ Հայաստանում արտակարգ իրավիճակ էր, այդ ժամանակ չէին գոտապագրվում, ինտերնետային կայքեր կային արգելափակված, YouTube-ը 2-3 օրով արգելափակվեց, բայց բլոգերներ կային, ովքեր որ իրականում, քանի որ բլոգը մեծ րոպե թույլ չի տա խափեմ, քանի որ բլոգը լրատվամիջոց է համարվում Հայաստանում, բլոգերներ կային, ովքեր որ խախտում էին այդ օրենքը, եւ իրենք տարածում էին այն ինֆորմացիան, որը վերահսկվող չէր, տեղեկացնում էին, ինչ պաշտոնական չէր, ինչքան հնարավոր է տարածում էին այդ ինֆորմացիան ինտերնետի միջոցով, բայց այսինքն եթե ֆորմալ տեսակետից մոտենալ պետությունը այն ժամանակ, կարող էր հանգիստ 5-ից 12 բլոգերի նստացնել, կոպիտ ասած, կամ այդ օրենքով պատասխանատվության ենթարկել, բայց չարեց։ Հիմա հույս ունենք, որ չի լինի այդպիսի նախադեպ Հայաստանում։ Բոլոր դեպքերում պատասխանատվությունը համենայն դեպս շարունակում է մնալ անձնական մակարդակում, անձինը մարդը ինքն է պատասխանատու իր արտասանած խոսքի համար, ստացվում է, որ նույնիսկ սոցիալական ցանցում ձևավորված խոսքի համար միևնույնն է, եթե անձնական պատասխանատվության զգացողություն չլինի, հարցը այդպես էլ չի լուծվի կամ կլուծվի ի վնաս հենց մարդու հիմնական ազատության։ Կա նաև պայմանագրի հարցը։ Ես ինչքան գիտեմ, օրինակ Facebook-ում, երբ որ դու գրանցվում ես ու պայմանագիր ես ստորագրում, ըստ էության գրում ես, որ համաձայն եմ պայմաններին, շատերս չենք կարդում, ես էլ չեմ կարդացել այդ բանելուց, որ դու այնտեղ ստորագրել ես, որ երբ որ մի բան ես գրում ու դրա համար դու պատասխանատու ես, պլյուս դրա հեղինակային իրավունքը դու պիտի նկատի ունենաս, որ դա գրում ես բաց ցանցում եւ կորցնում ես դրա նկատմամբ հեղինակային իրավունքը, որովհետեւ շատ մարդ կարող է կարդալ, կարդալ, տարածել եւ այլն, դու պայմանագրում ստորագրում ես, որ քո խոսքերի համար ամեն դեպքում դու պատասխանատու ես։ Եվ կարելի ասել, որ սոցիալական մեդիան մի տարածք է, որտեղ շատ ավելի մեծ դեր ունի սոցիալական վստահությունը, եւ մենք ստիպված ենք վստահել իրար, եթե նույնիսկ մինչեւ այդ իրական կյանքում չէինք վստահում, եթե այդ տարածքի տեղափոխվում մեր խոսքը, մեր միտքը, ուրեմն մենք ստիպված ենք վստահել։ Եթե չես վստահում, դու պարզապես իրեն փակում ես, կամ սահմանափակում ես իր ներկայությունը քո տարածքում, ուրիշ սահմանափակում է իմ ներկայությունը իր տարածքում, ես չեմ կարող տեսնել օրինակ այդ մարդու ոչ լուսանկարները, ոչ գրառումները, ոչ մի բան, այսինքն վստահությունը գործոն է, իրականում գործոն է, բայց այդ գործոնը դու գործադրում ես ընտրողաբար։ Այսինքն սոցիալական ցանց բառի մեջ ցանց բառը շատ կարևոր է, այսինքն դու ես ստեղծում քո ցանցը, դու ստեղծիր այն միջավայրը, որը որ քեզ ավելի հաճելի է, մարդկանց այդ քո պատի վրա տես այն մարդկանց գրառումները, ովքեր որ քեզ հոգեարազատ են, գաղափարապես մոտ են, քո լեզվով են գրում, քո պես են մտածում կամ ում հետ որ քեզ հետաքրքիր է վիճել, դու քո ցանցը կառուցիր այնպես, որ ավելի քիչ խնդիրներ ունենաս ու վերջ։ Շնորհակալ եմ, կարծում եմ սա փոքրիկ դասընթաց էր նաև հեռուստադիտողների համար։ Իսկ ստացվեց չգիտեմ։ Երրորդ հազարամյակի տաղավարում խոսքի հանրայնացման թեման կշարունակվի։ Ամենայն բարիք։